Եղեգիս խոշորացված համայնքի հավաքանու արտահերթ նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում։ Օրակարգում մեկ հարց էր՝ Media Resources ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիայի ժամկետի երկարաձգումը։ Հավաքանու անդամը նշեց, որ պետք է նիստից առաջ անցկացվեին նոր հանրային լսումներ։ Ավականին կարող առանց հանրային լսումների ուղղակի կամայական գա որոշի։ Դա անհիմն պնդում էր, որովհետև մենք ոչ թե նոր օրակարգ ենք բերել, այլ նախքին օրակարգը, որը դատական վիճաբանությունների թեմա է այս փուլում, եւ պարզապես այդ օրակարգը, որպեսզի դատական վիճաբանությունների փուլը ավարտենք հաշտությամբ, այդ նույն օրակարգը վերստին քննարկման առարկա էր դարձել։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրելյանը ներկայացրեց իրավական հիմքերը, նշեց՝ նիստը հրավիրվել է ավականու անդամների 1/3-ի ստորագրությամբ եւ հրատապ է, քանի որ առկա է դատական գործընթաց։ Որպեսզի կանխվեն դատական հնարավոր բացասական հետևանքները, որը կարող է հանգեցնել համայնքային բյուջեից լրացուցիչ ծախսերի եւ փոխհատուցումներ ու դատական ծախսեր։ Անցած տարվա հոկտեմբերի 27-ին ավականին մերժել էր Media Resources-ի լիցենզիան երկարացնելու որոշումը։ Ընկերությունը դիմել էր դատարան։ Տվյալ դեպքում համայնքի ավականին առաջնորդվելով մեր եւ իր միջև վարչական դատարանում, այսպես ասած, իրավական վեճը հաշտությամբ լուծելու մոտիվով, ինչը օրինական մոտիվ է, ինչը նաեւ խրախուսելի մոտիվ է եւ դատական պրակտիկով մշտապես դա խրախուսվել է, հրավիրել է արտահերթ ավականունից, որպեսզի վերստին քննարկի նախկինում կայացված մեզ համար ոչ բարենպաստ որոշում։ Նիստի ընթացքում քննարկումը մի քանի անգամ թեժացավ։ Լարված պահերից մեկը բնապահպանական հնարավոր վտանգների մասին հարցն էր։ Գնացել եմ, տեսել եմ, որ անմիջապես ջրի կողքը։ Ինչ է անում ջրի կողքը։ Ինչ է անում։ Ինչա ծակում, անի մետրա ծակում, ինչ հնարավոր։ Այսի քարտեզներ են վերել, թե որտեղ ենք մենք աշխատանքներ անում, որտեղ ջրային աղբյուրն է, որտեղ մոտակա բնակավայրերից հեռու կամ մոտիկ։ Քանի որ մենք չենք ուզեցել բնությանը շատ վնաս տանք, բացել ենք մի հորատահրապարակ, որտեղ նախատեսել ենք 3-4 տարբեր անկյունների տակ հորատանցներ որատել։ 3 տարվա ընթացքում մենք ունենք հստակ արձանագրված մի փաստ։ Վերահսկող մարմնի կողմից որևէ մի գնահատական բացասական չի տրվել մեր կատարված աշխատանքին։ Այսինքն մենք աշխատանքներ իրականացրել ենք օրենքով սահմանված կետին համապատասխան։ Միջամտեց միջանցքում ավականու նիստին ուղիղ եթերով հետևող բնապահպանական տեսուչ ներկայացած Մարատ Զաքարյանը։ Նա եկել էր լուսանկարներով, պնդեց՝ հորատանցքերը բաց են եւ վտանգավոր։ Բաց եք թողել բնապահպանական լուրջ ռիսկեր եք առաջացրել, այս նյութը դուք գիտեք ինչ նյութ է, խիստ թունավոր նյութ է։ Բնապահպանական առումով այն նյութերը, որոնք մենք օգտագործում ենք, ապացուցված է, որ բնության հետ համահունչ է։ Ու բոլոր այս հոսերը մենք հետագայում փակում ենք։ Այն հոսերը, որոնք մնացել են բաց, ուրեմն այդտեղ նախատեսված նա լրացուցիչ հորատման հրապարակ։ Բայց դուք իրավունք չունեք փոսը բաց թողնել։ Եկեք իմ իրավունքը թող որոշի այն կառույցը, որ դրա համար վերահսկողություն։ Շատ լավ, դրա համար կդիմենք դատախազություն եւ շրջակա միջավայրի նախարարություն։ Ես միայն Սա ռիսկեր են մարդկանց եւ անասունների։ Ինքը բնության հետ համահունչ է, միջազգայինորեն ճանաչված է։ Բայց ես վստահ չեմ, որ սա մեր փոսերն է։ Ավականու անդամներից մեկը մտահոգություն հայտնեց, որ հանքի շահագործումը խնդիրներ կստեղծի կառավարության խոստացած Եղեգիսի կլաստերի համար։ Մտավախություն ունեմ, որ եթե հանք երևակայման աշխատանքներ լինի, այս բանը չի լինելու, այսինքն այս գումարը կամ այս կլաստերը նպատակահարմար չի լինելու եւ ոչ մի ներդրում չի լինելու։ Նիստին մասնակցող փոխմարզպետը վստահեցրեց՝ Եղեգիսի կլաստերը անկախ ամեն ինչից կիրականացվի։ Ամենայն հարգանքով եւ պաշտոնապես ասել, որ լինելու է։ Եվ ողնած որ համավորումն է, це հիմնավորումը սխալ է։ Հետո նիստին միացան հանքին դեմ զբոսաշրջության ոլորտում միլիոնավոր ներդրումներ խոստացող անձինք, հայտարարեցին, որ հանքի շահագործումը խոչընդոտներ կստեղծի իրենց գործունեության համար։ Այդ որ ասում են, որ туриզմն ու հանքը համատեղելի է, դա միանշանակ է։ Media Resources-ը շեշտում է՝ միֆ է, թե նույն տարածքում հանքարդյունաբերությունն ու туриզմը անհամատեղելի են։ Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որ դրանք փոխլրացնում են միմյանց։ Շվեյցարիայում հենց հանքերի կողքին զարգացած հանգստի գոտիներ են։ Կանադայում հանքավայրերը վերածվում են զբոսաշրջային ուղղությունների, իսկ Չիլիի Ատակամա անապատը խոշոր հանքավայրերի առկայության հետ մեկտեղ պահպանել է իր բնական գեղեցկությունը խիստ բնապահպանական կանոնների շնորհիվ։ Եղեգիսի ղեկավարի առաջին տեղակալը շեշտեց, այս պահին դեռևս հանքի շահագործման մասին խոսք չկա, ընդամենը երկարացնում են հետախուզական աշխատանքների լիցենզիայի ժամկետը։ Այս պահին քննարկում ենք ուսումնասիրության մասին։ Մենք մի րոպե ներողություն, մենք այլ օրակարգային հարց չունենք։ Մենք անել ենք այն նույն աշխատանքները, որը արել ենք 3 տարվա ընթացքում։ Ու արձանագրում ենք մի փաստ, որ 3 տարվա ընթացքում մեր կողմից որովհետեւ օրենքը չի խախտվել։
Ամենակարևոր միֆը, որ տարածված է, որ հեսա որակման աշխատանքներ արեցին վաղը հայտնաբերել են, ըստ միջազգային պրակտիկայի 1000-ից 1 հանք երևակում է, որ դառնում է հանքավեր։ Mendia Resources-ը արդեն իսկ ներդրել է ավելի քան $5 միլիոն։ Վարդենիսի տեղամասի աշխատանքների 80%-ն ավարտված է։ Գործունեության ընթացքում պարբերաբար իրականացվել է շրջակա միջավայրի մոնիթորինգ, տվյալները ներկայացվել են նախարարություն։ Ստեղծվել է 60-ից ավելի աշխատատեղ, մեծ մասը տեղի բնակիչների համար։ Համայնքում սոցիալական աջակցության ծրագրերը սկսել են իրականացնել հետախուզական փուլում, չսպասելով արդյունահանմանը։ Ընկերությունը հիմնովին վերակառուցել է ջրագծեր, ճանապարհներ, վարչական շենքեր, աջակցել է բանակին, ուսանողների վարձերն վճարել, նախաձեռնել է մանկական զարգացման կենտրոնի կառուցումն ու այլ ծրագրեր է իրականացրել։ Վարդահովտի ճանապարհը ընչև Շատինի Սողանլուն, սարի կոչվելի։ Այդ ճանապարհը այն վիճակին էր, որ կարելի ասել մենակ կարասել 66-ով է տալ, գրոզավիկով, լեղկավուն չէր տալ։ Մարդիկ այդ 3 տարին են սարքել, որ կարաս լուբոյ ավտոյով գնաց քոսարը։ Հələ տեղումներ են անել, թող իրաց տեղումներն անեն։ Բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրենք իրականացրել Հերմոնի ազգաբնակության համար, Վարդահովտի ազգաբնակության համար, ընդեղ աշխատող մարդկանց եւ գյուղում ապրող ամենամոտիկ բնակավայրը Վարդահովտի բնակավայրն է։ Անվճար դեղորայքով ապահովված են, անվճար բույժսպասարկում են ստացել։ Որ համայնքը ինչ խնդիր բարձրացրել է, որը որ իր համար առաջնահերթություն է եղել, միանշանակ խնդիրը լուծվել է։ Նաեւ շարունակական է լինելու։ Բնակիչը դա տեսնում է, որ կատարում են աշխատանքներ, բացում են նոր աշխատատեղեր, մարդկանց սոցիալական վիճակն է բարձրանում, համայնքապետարան մուտքեր են տեղի ունենում, այսինքն դրականապես է ազդել։ Հավաքանու անդամ Զոյա Մարտիրոսյանը դեմ չէ, որ Mendia Resources-ը շարունակի հետախուզական աշխատանքները, որպես բժշկուհի վստահեցնում է, հիվանդությունների աճ այդ տարածքներում չի արձանագրվել։ Ինչ դրական եւ բացասական կողմեր ունի։ Ուսումնասիրությունները կարծում եմ բացասական չունի։ Ես այդպես եմ մտածում։ Mendia Resources-ը 2025 թվականի հուլիսից համագործակցում է $26 միլիարդ կապիտալով կանադական հսկա Tech Resources Limited-ի հետ, որը պատրաստ է իրականացնել միլիարդավոր դոլարների ներդրումներ երկրում։ Դա կապահովի ոչ միայն պետական բյուջեի հսկայական մուտքեր, այլև կբացի հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Աշխարհահռչակ Tech Resources-ը գործում է բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով։ Mendia Resources-ը վստահեցնում է, այդ չափանիշները պահպանվելու են նաև այս համայնքում։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ կան լավ բարձր որակի ներդրողներ, պատասխանատու ներդրողներ, տեկի չգալով, օրինակ, կարող բերի նրան, որ ուրիշ կազմակերպությունները չեն գա, որովհետև նայում են, եթե ինչ-որ մի ներդրող եկել է եւ իր մոտ չի ստացվել, այն ուրիշ ներդրողներ էլ չեն գալու փորձեն, որովհետև իրանք աշխատում են նույն ստանդարտներով, նույն պահանջներին համաձայն, եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվել, ինքը ամեն ինչ արել է, էլ մի 10 տարի կարող խաչ դնեն մեր տնտեսություն ներդնելու համար։ Ովքեր են կողմ։ Մեկ ժամից ավելի տևած բուռն քննարկումից հետո 5 կողմ 3 դեմ ձայներով Եղեգիսի ավականին որոշեց համաձայնություն տալ Mendia Resources ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների երկարաձգմանը։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով այս որոշմամբ կանաչ լույս վառվեց միլիարդավոր դոլարների հասնող ներդրումների եւ սոցիալական նոր ծրագրերի համար։ Եվ այս ներդրումը պետք է փորձ դառնա միջազգային ներդրողների համար, որպեսզի նրանք հասկանան, որ մեր Հայաստանի Հանրապետությունը կայուն ներդրման վայր է, որ կարող են ներդնել եւ ստանալ արդյունք։ Երկրաբանահետախուզական աշխատանքների երկարաձգումը թույլ կտա ավարտին հասցնել ուսումնասիրություններն ու գնահատել Եղեգիսի ընդերքի իրական պոտենցիալը, ինչը հնարավոր է դառնա միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավելու հիմք։